Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գիծ ձևաչափով 22-րդ անգամ պատասխանել է հայրենակիցների հարցերին։ Քննարկվող առանցքային թեմաներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է։ Դա թվով երրորդ ուղիղ գիծն է այս արյունալի առճակատման մեկնարկից ի վեր։ Նախագահը իրեն մեղավոր չի ճանաչում այդ կոտորածում ռուսների եւ ուկրաինացիների սպանության համար։ Պուտինը նշել է, թե Մոսկվան պատրաստ է բանակցել, սակայն սպանդը շարունակվում է, քանի որ Կիևն է համառում։ Նրանք հիմա էլ ըստ էության հրաժարվում են խաղաղ միջոցներով ավարտել այս առճակատումը, եւ այնուամենայնիվ մենք գիտենք, զգում ենք, որ Կիևի ռեժիմի կողմից հասնում են ազդակներ այն մասին, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսություն վարել։ Մենք էլ ենք ուզում խաղաղ ավարտ, սակայն ունենք մեկ պահանջ, որ կարգավորման հիմքում դրվեն անցյալ տարվա հունիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում իմ ներկայացրած սկզբունքները եւ վերացվեն այս առճակատմանը հանգեցրած բուն պատճառները։ Պուտինը այսօր պնդել է, որ ռուսական բանակը բոլոր ուղղություններով առաջ է գնում։ Նա ասել է, թե պատրաստ է գնալ փողզիջումների, որոնք նշված են միջնորդական առաքելություն ստանձնած ԱՄՆ նախագահի ծրագրում։ Պուտինը նաև սպառնալիքներ է հնչեցրել, ասելով, թե ռուսները նոր տարածքներ կգրավեն Ուկրաինայում, այն դեպքում, եթե Վլադիմիր Զելենսկու կառավարությունը եւ Կիևի արևմտյան դաշնակիցները մերժեն բանակցություններում Կրեմլի ներկայացրած պահանջները։ Դրանք հստակ են։ Մոսկվան Կիևից պահանջում է ճանաչել Ղրիմի թերակղզու եւ 4 շրջանների Խերսոնի, Զապորոժիայի, Դոնեցկի եւ Լուգանսկի պատկանելությունը Ռուսաստանին, առհավետ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից եւ բանակը դուրս հանել Ուկրաինայի արևելյան հատվածի այն տարածքներից, որոնք ռուսները դեռ չեն գրավել։ Կիևը մերժում է պահանջները, քանի որ դրանց ընդունումը հավասարազոր է կապիտուլյացիայի։ Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իշարս տարբեր թեմաների խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ասելով, թե կոչ է անում ուկրաինացիներին ավելի արագ գործել ռուսների հետ համաձայնության գալու հարցում։ Թրամփի բանագնացները շաբաթ օրը Մայամիում հանդիպելու են Պուտինի գլխավոր խորհրդականի հետ քննարկելու պատերազմի դադարեցման ուղիները։ Դե նրանք մոտենում են ինչ-որ բանի, հույս ունեմ, որ Ուկրաինան արագ կգործի, քանի որ Ռուսաստանն այնտեղ է, եւ գիտեք, ամեն անգամ, երբ նրանք չափազանց շատ ժամանակ են պահանջում, Ռուսաստանը փոխում է իր միտքը։ Անցյալ ամիս 27,000 զինվոր է զոհվել։ Մի հատ մտածեք այդ մասին, 27,000, պատկերացրեք, մեկ ամսում սպանվում է ֆուտբոլային մարզադաշտում հավաքված մարդկանց կեսը։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում է, որտեղ Եվրամիությունը քննարկել է Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը։ Զելենսկին նշել է, թե վճռական դերակատարը Միացյալ Նահանգներն է։ We are in the war in the United States, they are the decision makers. Մենք պատերազմի մեջ ենք եւ Միացյալ Նահանգներն է, գիտեք, որոշում կայացնողը, երկիր, որը կարող է կանգնեցնել Պուտինին, եւ ես հույսս դնում եմ դրա վրա։ Հիմա Միացյալ Նահանգներն ավելի շատ միջնորդ է, բայց ես իսկապես ուզում եմ, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, քանի Պուտինը չի ուզում դադարեցնել այս պատերազմը։ But I really wanted very much them more steps pressuring Russia because I think that Putin doesn't want to stop this war. Եվրոպական միությունը որոշել է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ, քննարկվել է ռուսական սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու տարբերակը, սակայն եվրոպացիները որոշել են ձեռնպահ մնալ նման աննախադեպ եւ վտանգավոր քայլից։